Բարև ձեզ, օրվա թեման է իմ այսօրվա հյուրը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Արգիշտի Թադևոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Թադևոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Թադևոսյան, սկսենք ազգային ժողովի նոր ընտրված ազգային ժողովի առաջին նիստից, այս 2-3 օրը այնտեղ բուրըն քննարկումներ են, խորհրդարանի ղեկավար կազմ են ընտրում, ընդդիմությունն է բավական ակտիվ, դա ինքնըստինքյան, քանի որ նոր դեմքեր կան, նոր հնարավորություններ կան իրենց ցույց տալու, իրենց երևալու համար, ոնց կմեկնաբանեք նիստերի բովանդակությունը ընդհանրապես այդ մթնոլորտ ազգային ժողովի այսօր օրվա։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինչպես ասում են, եղավ այն, ինչ որ եղավ, մենք եթե ապասկզբունքով զգուշացնում էինք, որ եթե այս ուժերը մտնեն խորհրդարան, ապա լինելու է այն, ինչ որ հիմա տեսնում ենք, այնպես որ տեսնում ենք այն, ինչ որ մենք զգուշացրել էինք, որովհետև տեսեք, նրանց նպատակը մեծ հաշվով ինքնիշխան պետականությունը չի։ Եկեք հասկանանք այդ ուժերը ինչ ուժեր են, իրենցից ինչ են ներկայացնում։ Դուք ասում եք ընդդիմություն, մենք շարունակում ենք ասել ռևանշիստներ, որտեղ իրանք ռևանշիստների շարունակությունն է։ Ուժեղ Հայաստանն էլ։ Այո, որովհետև պարզից պարզ է, էլի, այդ մարդիկ իրանց ղեկավարները ովքեր են եւ ինչ հանրություն են կատարում։ Ուժեղ Հայաստանի ղեկավարը Սամվել Կարապետյանը, չէ, լինելով բիզնեսմեն Ռուսաստանում, առիթ ունեցել է, չէ, ինքը ասել է, որ ես երբևիցե քաղաքականությամբ չեմ զբաղվելու։ Բայց հիմա ինքը քաղաքականությամբ է զբաղվում ու շատ ակտիվ է զբաղվում ու փորձում էր մեր երկրում դառնալ վարչապետ, չէ։ Ինչպես եղավ, ոնց եղավ։ Այսինքն ես ունեմ հիմնավոր կասկած կամ կարող եմ պնդել, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանից ուղարկված, ինչպես ասեմ, իրենց մարդն է մեր երկրում, այնպես որ մենք կարող ենք շնորհավորել ճակերտների մեջ մեր ժողովրդին, մեր ազգային ժողովում ուղիղ Ռուսաստանի, կարող ենք ասել այդպես, Ռուսաստանից գործողված պատգամավորներ կան, որոնք հայ անազգանուն են, Հայաստանում են ծնվել, մեծացել, բայց կապ չունի, որտեղ իրենց ազգային պետական շահի գաղափարը տարբեր տեղ է։ Այսինքն իրանց համար Ռուսաստանի շահն է կարևոր, որտեղ իրանց մտածելակերպով դա իմ ընկալումն է, իրենք ձգտում են Ռուսաստանի հզորությանը, Ռուսաստանը լավ լինի, որ իրենք էլ լավ լինեն, իրենց պատկերացումները այդպիսին է, երևի, ամեն դեպքում այդպիսին է, ես այդպիսի ընկալում ունեմ։ Պարոն Թադևոսյան, Ռուսաստանի շահն են սպասարկելու ասելով ինչ նկատի ունեք, այսինքն որն է, հիմա գանք ավելի գլոբալ հարցի, որն է Ռուսաստանի շահը մեր տարածաշրջանում, մասնապես Հայաստանում։ Տեսեք, շատ խորը հարց եք տալի, այս հարցին պատասխանելու համար, եթե ես մակերեսային պատասխանեմ, սխալ կլինի, բայց որպեսզի հասկանանք Ռուսաստանի շահը որն է, պետք է անդադ հետ գնանք։ Այսինքն փորձենք թերթենք մեր պատմությունը, ինչպես է եղել, որ Ռուսաստանը անդադ մեզ պաշտպանում է, մեր շահերը, բայց մենք անդադ կորցնում ենք։ Հիմա եկեք սենց մի հատ ակնարկ անեմ պակամայից, ինչպես եղավ, որ մենք պետականություն չենք ունեցել գրեթե 600 տարի, 800 տարի, չէ, Արևելյան Հայաստան, Պարսկաստանի լծի տակ, Արևմտյան Հայաստան, թուրքական լծի տակ, հայ ժողովուրդը ապրել է իր բնական տարածքում, չէ։ Ռուսաստանը երբ որ արդեն մտավ մեր տարածաշրջան, որպես քրիստոնյա գերհզոր, չէ, մենք էլ քրիստոնյա ժողովուրդ, մենք խափնվեցինք այդ հմայքին, որ Ռուսաստանը քրիստոնյա ժողովուրդ է, մենք ավելի լավ քրիստոնյա ժողովրդի հետ ապրենք, համագործակցենք, քան մուսուլմանների, որը իրականում այնց այդպես է, չէ, բայց արդյունքում եղավ են, որ ունենալով քրիստոնյա գերհզոր պետություն թիկունքում, մեզ եղերնի ենթարկեցին։ Մենք մեր տարածքներից զրկվեցինք, ինչպես եղավ, ինչպես է լինում դա։ Իսկ կարող է ստացվի, որ Ռուսաստանը իր շահերի համար, ինչպես ասում են, մեզ մատաղ արեց, մեզ փուրը տվեց։ Երբ որ սկսում ես խորանալ, կարդալ, գիտելիքներ ձեռք բերել, հասկանում ես, որ հենց ցավոք հենց այդպես էլ եղել է։ Իսկ վերջի Արցախյան դեպքն էլ բոլորիս աչքի առաջ տեսել ենք, ինչպես եղավ, ինչպես
Պուտինը գնաց Բաքու, ինչպես խոնարհվեց Ալիևի հոր գերեզմանին, հիշում ենք այդ ամեն ինչը, հիշում ենք, չէ՞, մեր աշկիդի առաջ ա եղել։ Ինչպես թուրքական զորքը եկավ Նախճեվան զորավարժություն արեցին, ինչպես չպետք է լինել, էլի, որտեղ մենք ունեինք, չէ՞, ռուսական գերհզոր ընկերը, դարավոր, ինչպես իրենք են ասում, բարեկամ։ Հիմա ռուսական շահը թող իրենք հաշվեն, իրենք ռուսները, մենք հաշվենք մեր շահերը, ինչը որ այսօր անում ենք։ Ճիշտ է, մեծ կորուստների, մեծ տառապանքների գնով, բայց մենք պետք է հաշվենք մեր շահերը ու սառնասիրտ ձևով գնանք առաջ։ Պարոն Թադևոսյան, այս ուժերը, որոնք հայտնվել են խորհրդարանում, ռուսամետ ուժերը, հիմա հաստատի սպասարկելու են ռուսական շահ, այսինքն ինչ ձեր կարծիքով ինչ քաղաքականություն են իրենք վարելու առաջիկա 5 տարիների ընթացքում։ Իշխանություն չունեն, բայց իշխանության մաս են, եթե համարենք, որ խորհրդարանը իշխանության գլխավոր մասն է։ Տեսեք, մեծ հաշվով ընդդիմություն կոչված ռևանշիստները իրենց ձեռագիրը չի փոխվել, չի փոխվելու։ Իրենք անկայունության հետևից են գնում, որովհետև խորհրդարանը ժողովրդի կյանքը բարելավելու եթե հարթակ է, հիմա նայեք դիսկուրսները ընտեղի։ Ասենք ինչ է կատարվում, ինչերից են խոսում, էլի, ինչքան խնդիրներ մենք ունենք, որ այդ խնդիրները վաղը պրոբլեմա դառնալու։ Այսինքն խնդիրը չլուծեցիր, պրոբլեմ դառավ։ Պրոբլեմը վերջ դու չես կարողանում պրոբլեմի հետ արդեն համատեղես քո կյանքը, էլի։ Հիմա բնականաբար, որpիսի մենք չկարողանանք մեր կյանքը բարելավել, մենք պետք է շատ պրոբլեմներ ունենանք։ Իսկ շատ պրոբլեմներ ունենալու համար պետք է ունենանք երկրի ներսում ունենան իրենց մարդիկ, որը որ իրենց մարդիկ հենց հիմա սողոսկել են մեր խորհրդարան։ Այսինքն երկրի կարևորագույն հարթակն է, չէ՞, խորհրդարանը հարցեր լուծելու, երկիրը բարեկեցիկ դարձնելու։ Հիմա այդ մարդկանց խնդիրը մեր ինքնիշխան Հայաստանը չի, բարեկեցիկ կյանքը չի։ Ամենևին։ Եթե լսել եք դիսկուրսները, ինչպիսի հարցեր են տալի, նա այդ անունը չեմ հիշում, որ հարցնում էր, ասում էր, բանում Թուրքիայում, երբ որ սովորել եք, Թուրքի հետ շփվել եք, բայց դրանից առաջ կաթողիկոսի կռիվն էին տալի, չէ՞, խիչ եկե։ Եթե իրեն հարց տասես, բայց դու տեսել ես, որ կաթողիկոսը բանի թուրքական այդ գորժգայլերի այդ բարձր խավի ինչ-որ մեկի հետ մեկ արունի, այդ հարցերը խիչ եք առաջ բերում, եթե ազնիվ եք, եթե սկզբունքային եք։ Այնտեղ սկզբունքային ընդդիմություն չկա, ես մի անգամ առիթ ունեցել եմ, բանաձևը ասել եմ, պատասխանատու ընդդիմություն, պատասխանատու իշխանություն, հզոր պետություն։ Հիմա այնտեղ ընդդիմություն չկա, կա հեղափոխություն արած ուժը, վարչապետի գլխավորությամբ, որ այդ ամբողջ ծավալի այդ ոնց ասեմ, խնդիրները, պրոբլեմները, դժվարությունները իրենց ուսերի վրա վերցրած եկել են հասել են մինչ օրեր եւ կա ռևանշիստներ, որ քրյա օլիգարխիկ այդ իրենց վերևներում կանգնած մարդկանց իրենց շեֆերը այդ քրյա օլիգարխիկ խավի ներկայացուցիչներ, չէ, մենք տեսել ենք, չէ, բանի ժամանակ, հանրապետականի ժամանակ, հանրապետական падգամավորը ինչպես էր լրագրողին ասում, մեկի տակ պարկած են կներեք, դա իր խոսքերն է, հենա Ռուսաստանի տակ պարկած ենք, ինչ եք ուզում, իրանց մտածելակերպը սա է, այդ մարդկանց մարդիկ են այնտեղ, պատկերացնում եք, հիմա իրանցից ինչ եք ուզում, ինչ ենք ակնկալում, մենք չենք ունենալու նորմալ աշխատող խորհրդարան եւ այս մարդիկ էլ խանգարել են, ինչքան հնարավոր է խանգարել են, որ ԿՊ-ն չկարողանա ծավալվել, չկարողանա օգտակար ՕԳԳ-ն խփելին օգտակար գործողության գործակցին իրենց։ Միանշանակ է դա 100%։ Պարոն Թադևոսյան, ունենք այն ինչ ունենք այսօր խորհրդարանում, դուք էլ ձեր կուսակցություններ մասնակցեցին, նաև բազմաթիվ կուսակցություններ մասնակցեցին, որոնք այս կամ այն չափով չէին առնչվում, կապ չունեին նախկին իշխանությունների հետ, ավելի պետականամետ, ավելի կամ ասենք այսպես ռուսամետ չէին այդքան, ավելի շատ հայամետ կուսակցություններ, նաև իդեմս ձեր կուսակցության ինչը չհաջողվեց ձեզ, ինչի մարդիկ գնացին երկու ճամբարի միջև ընտրություն կատարել։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց եք տալի։
ինձ թվում է ես ունեմ արդեն որոշակի փորձ այդ հարցին պատասխանելու համար մասնագիտական առումով, քանի որ իմ մասնագիտությունը մենեջմենտ կառավարումն է, իսկ ընտրարշավի ժամանակ որպես կազմակերպիչ ես ներգրավվածություն ունեի, ես իմ համար հաշվարկներ էի անում, վերլուծություններ էի անում, որովհետև երբ որ մենք դուրս էինք գալի արշավի, կողքից ես հաշվում էի, թե ինչքան տոկոս կարող ենք ունենալ այս գործունեությամբ եւ ես հասկանում էի, որ մարդկանց տվար մասը, տեսեք դեպքեր էր լինում, երբ որ ԿՊ-ի օրինակ շտաբի պետը անպայման ուզում էր մեզ տեսնել, որ պարոն Շինյանի ձեռքը սեղմեր ու շնորհակալություն ասեր։ Շատ մարդիկ գալիս էին անկեղծ, մեզ ասում են մենք քաղաքացիական պայմանագիր ենք ընտրելու, բայց ձեզ ուզում ենք շնորհակալություն ասենք, որտեղ դուք պետության կողքն եք։ Շատ մարդիկ եղել են ուղիղ ասեմ, էլի, ընտանիքներ, հայկական գիտեք, մեծ ընտանիքներով ազգեր կան, մեզ կանչում էին, մենք գնում ենք ու մեզ ասում են, որ այս անգամ մենք որոշել ենք, որ մեր ձայների ինչ-որ մի մասը ձեզ ենք տալու, որտեղ հասկացել ենք եւ այլ։ Բայց եղավ այն, ինչ որ եղավ, այսինքն համակարգը շատ պարզ է, 21 թվականի ընտրություններին նույնն էր, մի քիչ տարբեր ոնց որ մոտիվներով, էլի։ Կհիշեք վերջի օրերը Ստեփանակերտից ավտոբուսները եկան, մեծ ժողով եղավ։ Այդ ժամանակ որպես կանոն ժողովուրդը վերջի 1-2 օրվա մեջ վերջնական որոշում է կայացնում ինչ է անելու։ Այդ ժամանակ մարդկանց մեջ ոնց խոճապ գցեցին։ Այն մարդիկ, ովքեր որ հազիվ, ասենց ասած, ազատվել էին գողապետությունից, այդ Հանրապետության հրապարակի ժողովը իրենց խոճապի մեջ գցեց։ Այն մարդիկ, ովքեր ինչ որ ձև մտածել էին, որ կգնան ընտրությունը կտան այս կամ այն ուժին, ոչ ԿՊ-ին։ Ժողովրդավար ուժերին, ասենց ասենք, հեղափոխության աջակից ուժերին, ասենց ասենք, հիմնական այդ մասը հետ կանգնեց իր որոշումից։ Այս անգամ եղավ նույնը, բայց եղանակն էր տարբեր։ Կհիշեք վերջի 2 օրը, որ օդանավակայանն էին ցույց տալի, մարդիկ գալիս էին եւ հայերին խոսացնում էին, ռուսահայերին, էլի, մարդ ասում էր, դե եկել եմ ընտրեմ մեր տղուն, Սամվելին, էլի։ Հելնեմ գնամ, հետո կարող է խառնվի, չկարողանամ գնալ, պատկերացնում եք, չէ՞։ Այդ խոճապ առաջացրեց, այդ նույն սկզբունքը աշխատեց։ Ես իմ համեստ հաշվարկով ես նայում էի, որ մենք մի 10% հնարավորություն ունենք, որտեվ այն մարդիկ, ովքեր մոտենում էին մեզ, աջակցում էին մեզ, խոսում էինք իրենց հետ, ես հասկանում էի, որ արդեն մարդկանց մեջ հստակ կողմնորոշում կա, նրանք իրենց ձայնը գնալու են եւ տալու են մեր օգտին։ Ես իմ անկեղծելի։ Բայց քանի որ փորձառությունս այդքան շատ չէր, ու տեսա, որ չէ, կան բաներ, որ կենտրոնները շատ ավելի լավ են հաշվում, շատ ավելի լավ գիտեն մեր ժողովրդի բնավորությունը, զգացմունքային լինելը, եւ նրանք անհրաժեշտ բանին նորից սխեմայով սարքեցին այնպես, որ 2 բևեռ դարավ նորից շատ փառք Աստծո, որ մեր ժողովուրդը գիտակից գտնվեց, իր ինքնիշխանության կողքը կանգնեց, ընտրեց իր իշխանությանը, ցավում եմ, որ խորհրդարան մտան այս ուժերը, լավ կլիներ, որ ժողովրդավար ուժերից գոնե մեկը լիներ, բնականաբար ես շատ կուզեի, որ մեր կուսակցությունը հենց լիներ, որովհետև մենք ամենասկզբունքային ուժն ենք։ Իմ համար ես կողքից նայել եմ, ստուգել եմ այս 5 տարվա խոսույթները, նախագահների եւ այլ կուսակցության գործունեությունները, ես հասկացել եմ, որ այդ քրիստոնյա արժե համակարգով, այդ գաղափարով չկա Հայաստանում։ Եվ շատ ափսոս էր, որ այս գաղափարով կուսակցությունը մեր ժողովրդի համար շատ վատ եղավ, որ այս կուսակցությունը այս նմանի գաղափար կրող կուսակցությունը չմտավ խորհրդարան, որտեղ մեր կուսակցությունը բացված չի, ինչպես ասում են, մեր կուսակցությունը հիմնված է եւ այնտեղի մարդիկ կուսակցական ընկերները բոլորը գաղափարային մարդիկ են, գաղափարին միտված մարդիկ են։
Պարոն Թադևոսյան, ընտրությունները նախընտրական շրջանը անցավ Ռուսաստանի ուղղակի եւ անուղղակի բարձր ճնշումներով Հայաստանի նկատմամբ, Հայաստանի իշխանությունների նկատմամբ եղան սահմանափակումներ տնտեսական, որոնք մինչեւ հիմա շարունակվում են, ավելին նաեւ քաղաքական ճնշումներ եղան, այդ նույնը նաեւ շարունակվում է, հանգուցալուծումը դեռ չի գտնվել, նույնիսկ Ռուսաստանից արդեն ուղղակի պայմաններ են դրվում Հայաստանի առաջ, որ եւ կամ պետքա լինի, խոսքը ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ է, թեպետ Հայաստանում կարծես նման մեծ, ասենք, ծրագիր չի եղել Եվրամիությանը անդամակցելու հետ կապված առայժմ։ Ինչ է սփուլում Պուտինը որոշեց, որ Հայաստանը կամ պետք է անի։ Այսինքն պետք է հանրահավաքով որոշեն, մնում են ԵԱՏՄ-ում, թե դուրս են գալիս։ Տեսեք, Ռուսաստանը, ինչպես ասում են, գերտերություն, նրանց ինստիտուտները չնայած այսօր տեսանք այդ իրենց ռազմավարական ստրատեգիական ինստիտուտները ինչպես են հաշվարկել, որ միջև ատամները խրվել են ուկրաինական ցեխերում, դուրս չեն գալի, դա ուղիղ դրա մասին է խոսում, բայց Ռուսաստանը մեզ չի դիտում որպես ինքնիշխան պետականություն, ես այդպես եմ հասկանում, որովհետև ինքը տեսնում է, որ հայ մարդը ռուսին ավելի շատ է սիրում, այդպես կարելի է ասել, որտեղ մի հատ առիթով ասեցի, ոնց որ Ռուսաստանին հաջողվել է հայից նոր էթնոս ստեղծել, որը ռուսին ավելի շատ է սիրում, հարգում, քան իր էթնոսին, ասենց ինչ-որ զավեշտալի բան կար, էլի։ Դրա համար հիմա Ռուսաստանը ամենևին ես տեսնում եմ սենց, որ նրանք լավ հասկանում են, որ Հայաստանը ամենաարագը, հայ ժողովուրդը ամենաարագը կարող է գալ նորից հավաքվել իր շուրջը։ Պարզապես ինքը Ուկրաինայում չի կարողանում բանից դուրս գա, այդ իր բռնած գործից դուրս գա։ Հիմա ինչու այսօր որոշեց, այսօր չի որոշել։ Իրենք այդ քայլերը բոլորը ունեն։ Պրոստը ժամանակի ժամանակ կներեք, բարբերաբար փորձ են անում։ Որ ժամանակ, որ ոնց որ ասած օղակով նեղեն մեզ։ Բայց այս անգամ, քանի որ իրանք շատ նեղն են, իրանց վրա ասած կոպիտ ասած հալ չկա, որ մի հատ էլ մեզ մի քիչ ուժային ոնց որ սենց գործողություն անեն, չեն անում, որովհետև պարզ է իրանց խնդիրները չեն թողելու կան, այս պահին իրանք մայր խնդիր ունեն, որ պետք է լուծեն։ Եթե իրանք Ուկրաինայի հետ իրանց հարցերը չլուծեցին, Ռուսաստանի համար Ռուսաստանի գործերը բուրտ են, այսպես ասած։ Այստեղ մենք պետք է ուղղակի առիթը օգտագործենք այդ սանկցիաները, որ իրանք կիրառում են մեր դեմ, մենք կարող ենք ի օգուտ մեզ օգտագործել, եթե կա կամք, եթե այսպիսի ընդդիմություն ռևանշիստներ չունենայինք, լինեին առողջ ընդդիմություն, ինչպես որ մենք էինք, ինչպես որ կային էլի առողջ ընդդիմություն այլընտրանքային ուժեր, իրար մեջքի տալով մենք այս հարցերի տակից դուրս կգայինք, որտեղ աշխարհը մեծ է, ինչպես ասում են, հնարավորությունները շատ են, այդ իրանք են մեզ ասել, որ առանց ձեզ, իրանք են չի ասում կուդա դիենիցը, իրանք են մեզ մտցրել այդ փագուղի միշտ հայ մարդուն հենց այդ ձև դաստիարակել են, հենց դպրոցից, իրատանի մանկապարտեզից, որ եթե ռուսը չլինի, քեզ թուրքը կուտի, եթե որոցից հայ մարդը էս է լսել։ Հիմա պատկերացնեք, այդ մարդը մեծանում է, ինքը հասկանում է, որ առանց ռուսին չի կարող շնչել ինքը ուղղակի տենց է։ Բայց իրականում այդպես չի։ Տեսեք, ուզում ենք կարգավորել մեր դարավոր թշնամիների հետ մեր հարցերը, չէ՞։ Ինչպիսի կատաղի պայքար է Ռուսաստանից, ինչ են ուզում։ Չեն ուզում, որ մենք մեր հարաբերությունները կարգավորենք մեր հարևանների հետ։ Իրանք ուզում են անպայման ներխուժեն այս հարցերի մեջ, որ այդ կոնֆլիկտը կառավարեն, որ այս տարածքում իրանք մնան, որտեղ տարածքի կոմունիկացիաների կռիվ է, տեսնում եք ինչ է կատարվում, էլի այն։ Այս խաղաղությունն էլ, որ այդքան շատ ասում են, մեծ հաշվով մեր տարածաշրջանը այնպեսի տարածաշրջան է, ըստ ինձ, ըստ բոլոր հայտնի մարդկանց վերլուծություններով, որ երկար խաղաղություն չի կարող տիրել այս տարածքներում, որտեղ որ այդ կոմունիկացիաները շատ են ասնում, այնտեղ պայքարը մեծ է, իսկ պայքարի ժամանակ հաղթում է հիշատիչը, ուժեղը, բարձր, ով էլ թույլ է տանուր է տալի, հող է կորցնում, զորք է կորցնում, այնպես որ մենք հիմա այս ժամանակը
խաղաղության շատ լավ է, ռազմավարական է մեր համար, բայց պետք չի շատ ասել։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք պետք է հզոր բանակ ունենանք, մարտնչող, կռվող, մենք պետք է 6-րդ սերնդի զենք ունենանք։ Հենց այդ էր մեր առաջարկած։ Քրիստոնեական արժե համակարգի վրա ստեղծել գիտաարդյունաբերական հզոր պետություն, որ զենք ներկրելու փոխարեն արտահանեինք 6-րդ սերնդի զենքերը, որտեղ մենք այդ ներուժը մտավոր ունենք։ Ու աշխարհը գիտի, որտեղ հիշում եք, չէ՞, Վենսը ինչ ասեց, որ մենք ձեզ լավ ճանաչում ենք, մենք գիտենք ով եք դուք, որտեղից եք գալի, ինչ ժողովուրդ եք դուք։ Ստացվում աշխարհը մեր մասին գիտի, մենք գիտենք, որ ռուսը չլինի, մենք չենք կարող շնչել, էլի։ Այնպես որ ես սենց ասեմ, եթե մի քիչ ճկուն ու կամային իշխանություն ունենանք, այդ սանկցիաները կարելի է հաղթարել։ Դժվար է լինելու, որտեղ ամեն ինչով մեզ իրաց թակարդի մեջ են պահել, բայց շատ հանգիստ կարելի է հաղթարել։ Այսքան։ Իսկ այդ հանրաքվեի պատասխանը ինչպիսին պետք է լինի։ Այսինքն կամ այստեղ ենք, կամ այնտեղ ենք։ Դե տեսեք, փորձում են մեզ նորից փակուղային ինչ որ բանի մեջ մտցնել, որպեսզի դու պարտադիր սխալվես, վախենաս, որտեղ իր գոյական ենթամշակույթը վախի վրա է հենված, այնտեղ հարգանք չկա, էլի։ Վախով փորձում են քեզ ստիպել, որ դու սխալ որոշումներ կայացնես։ Հիմա ես տեսնում եմ, որ մեր ներկայիս իշխանությունը լավ մանևրում է եւ արտաքին քաղաքականության մեջ բալանսի քաղաքականությունը շատ փայլուն կարողանում են անել, որտեղ այս ծանր վիճակում պարտված բարյահոգեբանական ժողովրդի այս ռևանշիստների հարձակումը, ցեք կներեք մի հատ բանից դուրս ասեմ, էլի, օրինակ ես շատ ցավում եմ, որ թեկուզ մեր ընկերական շրջապատից մարդիկ կան, որ քննադատում են ժողովրդավար ուժերին, որ չկարողացանք մտնել խորհրդարան, բայց տեսեք տրամաբանությունը ո՞րն էր, երբ որ մենք սկսում էինք վերլուծել, մենք ասում էինք ի՞նչ տարբերություն պատերազմը, չէ, տեղեկատվական պատերազմն էլ է, չէ, պատերազմը։ Ռուսաստանը որպես թշնամական պետության պես տեղեկատվական պատերազմ էր մղում մեր դիմաց։ Մենք դա հասկացել էինք։ Հիմա մենք չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի այնպիսի դիրք բռնեինք, որպեսզի կարողանանք մտնենք խորհրդարան։ Որտեղ մենք կանգնեցինք մեր ինքնիշխան պետականության, ժողովրդի կողմից ընտրած իշխանության թիկունքին, որպես հայ մարդ, որպեսզի կարողան ոչ թե առիթը օգտագործենք իրանց սխալների վրա, ինչպես ոմանք արեցին, ինչ որ մի քիչ ձայներ հավաքեցին, այլ չէ, մենք սկզբունքային մնացինք մեր դիրքերում։ Այ հենց այդ է կարևորը։ Ես լսում եմ մարդիկ կան սխալ են մեկնաբանում, եւ ցավում եմ, որ այդպիսի մարդիկ ունեն քաղաքագիտության ինչ-որ մակարդակ եւ շատ բաներ գիտեն ընդհանրապես, բայց ես զարմանում եմ, որ այդպիսի տեսակետներ կային, կներեք խոսքից դուրս եկանք, բայց հանրաքվեն ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը տեսել եք ինչպես է խոսում արդեն Ռուսաստանի նախագահի հետ, ինչպես է մանևրում հանգիստ, ինքը կարողանալու է ձևը գտնել, որտեղ ինքը հասկացել է իրենց ոճը քաղաքականություն վարելու փորձ ունի արդեն։ Ես շատ ուրախ եմ, ինչը շատ է ուրախացնում, որ տեսնում ենք, որ մեր իշխանությունները ճիշտ է շատ փորձ ունեն արդեն, իրենք հասկանում են միջազգային հարթակներում ինչպես խաղալ, ինչպես խոսալ, ինչպես դիվանագիտություն վարել, ինչը գովելի է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արգիշտի Թադևոսյանն էր, կհանդիպենք առայժմ։